Պարոն Սուքիասյան, ձեր այցի վերջնակետը Էրեբունի թանգարանում էր, կխնդրեմ ամփոփիչ խոսքով ներկայացնեք եղածը։ Մեր շրջայցը ցույց տվեց, որ ահազանգերը եւ տեղեկատվությունը իրականության հետ սերտ առնչության մեջ են։ Երևանի ծագման այդ եռա թևաթոռը, այսպես ասենք, 3 հնավայրերը կառավարման ճգնաժամ են ապրում։ Եթե երկրի մայրաքաղաքի հիմնական թանգարանը չունի մշտական ցուցադրություն, այդտեղ պետք է դա ունենա դրա պատասխանատուները, դա պետք է ունենա հետևանքներ եւ դա ամենակարևոր պետք է ունենա շուտապույտ հանգուցալուծում։ Այս բարձ թողի իրավիճակը ընդունելի չի։ Կառավարման ճգնաժամը իր հետ բերելու է ավելի վատ հետևանքներ եւ կարծում եմ, որ մենք բոլորս պետք է յուրաքանչյուրս մեր կարգավիճակով այս խնդիրը միշտ արդիական պահենք, մինչեւ կտան լուծում, որովհետեւ եթե այս ժառանգությունը, այս մեր գենետիկ կապը քաղաքի հետ, երկրի հետ, հողի հետ ամուր չպահվի, չփայփայվի, ժամանակները մեզ ոչ մի լավ բան չեն բերելու։ Հետևաբար եւ թանգարանային ֆոնդը Կարմիր Բլուրում եւ Շենգավիթ հնավայրում եւ այստեղ ինձ ուշադրությունը գրավեց առավելապես այն, որ այնպես չի, ամեն ինչ արդեն պեղված ու բացահայտված է, դեռ շատ անելիք կա։ Մեծ գումարներ պետք է պետությունը տա, որպես ռազմավարական նշանակության ուղղություն, որ պեղումներ լինեն, պատշաճ ներկայացվածություն լինի, գիտաշխատողները մոտիվացված գան այստեղ աշխատեն, սա կնպաստի նաև տուրիզմին, նաև հայրենաճանաչողությանը, նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների Երևան գալու դեպքում ոչ թե միայն սեղանների շուրջ ինչ-որ բաժակաճառեր, այլ կոնկրետ առարկայական տեղում գան շոշափելի տեսնեն Երևանի ծնունդը, Երևանի ակունքները։ Հետևաբար խնդիրը շատ արդիական է, խնդիրը շատ հրատապ է, մենք գնալու ենք այդ խնդիրների լուծման, բարձրաձայնման ճանապարհով, ովքեր որ կուզեն միանալ դրան, մենք կլինենք դաշնակիցներ, լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ, մասնագետներ, այնպես որ խնդիրները մեր կասկածները չփարատվեցին, մեր կասկածները հաստատվեցին, պետք է համակ ուշադրություն, բայց ես ինքս որպես խմբակցության ղեկավար խոստանում եմ, որ մասնավորապես հունիս ամսին կայանալիք նիստի ժամանակ ավականու ես ինքս բարձրաձայնելու եմ այս հարցը եւ հետևողական լինելու, որ բարձրաձայնումը ստանա կոնկրետ առարկայական լուծումներ։ Այս պահին այսքանը։